Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող Elevate AI արհեստական բանականության գործարան, որը Հայաստանում եւ Հարավային Կովկասում B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին արհեստական բանականության գործարանն է։ Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերին։ Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է $150 միլիոն, որից շուրջ $70 միլիոն արդեն իրականացվել է։ Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար, սկսած արհեստական բանականության մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական եւ ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 մեգավատ է, որը ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 մեգավատի։ Գործարկումից ընդամենը 1 ամիս անց արկահզորությունն ամբողջությամբ ամրագրվել է, արտացոլելով Հայաստանից եւ միջազգային շուկաներից եկող պահանջարկը։ Այցի շրջանակում քննարկվել են նաեւ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Շիրակի մարզի Բյուրական բնակավայրում ընթանում են ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Կրթական նոր հաստատությունը նախատեսված է 280 աշակերտի եւ մանկապարտեզի սաների համար։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում, իսկ պետական ներդրման չափը կազմում է 1 միլիարդ 700 միլիոն դրամ։ Կրթահամալիրում ստեղծվում են նորագույն չափորոշիչներին համապատասխանող դասասենյակներ եւ լաբորատորիաներ, որտեղ որակյալ կրթություն ստանալու հնարավորություն կունենան Բյուրական, Մեղրածատ եւ Ողջի բնակավայրերի երեխաները։ Հայաստանի Հանրապետության ՏԿ նախարարությունում կայացել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ՏԿ նախարարությունից։ Նիստին մասնակցել են հասարակական խորհրդում ներգրաված կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ողջունել է մասնակիցներին, մաղթելով կառուցողական քննարկում։ Նիստի ընթացքում զեկույցներ են ներկայացվել ասբեստիս տանիքների փոխարինման, առողջ տանիք ծրագրի նախագծի, էներգետիկայի, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության բնագավառներում իրականացվող աշխատանքների եւ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ հանրապետության տարածքում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման եւ ընթացիկ վիճակի վերաբերյալ։ Կազմակերպվել է հարցուպատասխան ներկայացված զեկույցների թեմաներով։ Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու նպատակով ձևավորել ոլորտային աշխատանքային խմբեր։